Բարև ձեզ, այսօր իմ հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան, ում հետ կզրուցենք Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններից, ինչպես նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից եւ հատկապես Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններից։ Ողջույն Հայկ։ Բարև Գոր։ Հայկ երեք Եվրոխորհրդարանը քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում, ըստ որի ժամանակավորապես դադարեցնում է Եվրամիությունը անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ, ինչպես կգնահատեք այս որոշումը։ Որոշումը պատժիչ քայլ է Թուրքիայի հանդեպ, որովհետև Թուրքիան դարձել է Եվրոպայի հետ հարաբերություններում անկառավարելի եւ միակողմանիորեն իր պայմաններն է թելադրում եւ Եվրամիությունը չէր կարող շատ երկար զսպել եւ տանել հերթական ստորացումը եւ փաստորեն քայլ արվեց Թուրքիային հասկացնելու, որ Եվրոպան նույնպես որոշակի ձայն ունի, որքան կտևի դա եւ ինչպիսի դրսեւորումներ, այլ դրսեւորումներ կունենա, պիտի սպասենք եւ տեսնենք, բայց որոշակի քայլ, որը ես չէի անվանի իհարկե ճնշում, բայց այնուամենայնիվ քայլ արվել է փաստորեն։ Իր որոշումը Եվրախորհրդարանը բացատրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո տեղի ունեցող անօրինական ճնշումներով, ռեպրեսիաներով, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ հալածանքներով, կարծում եք սա են բոլոր այդ պատճառները Սրանք պատճառներից մեկն են, բայց նաև պատրվակ են Եվրամիության համար, որովհետև իրականում թե բացահայտորեն եւ թե կուլիսներում Թուրքիան ահռելի ճնշում էր գործադրում Եվրամիության վրա եւ անցյալ տարի կամ նախանցյալ տարի ավելի շուտ սկսված աննախադեպ մասսայական միգրանտների հոսքը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, Եվրոպայի վրա շանտաժի եւ ճնշման ամենակարևոր եւ ամենալուրջ գործիքներ, որի ազդեցությունը փաստորեն մարեց վերջերս միայն եւ երեկվա քայլով Եվրամիությունը ցույց տվեց, որ այնուամենայնիվ չի պատրաստվում ամբողջությամբ ենթարկվել շանտաժներին, թեև հանուն արդարության պիտի ասենք, որ բավական ենթարկվել են շանտաժների եւ բավական տեղի են տվել Թուրքիայի առջեւ։ Հայտարարությունից հետո անմիջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ 3.5 միլիոն գաղթական կա իր երկրում եւ նա թող Եվրոպան իմանա, մոտավորապես այսպես ձևակերպեց իր միտքը, որ ես կարող եմ բացել սահմաններ եւ հեղեղ կսկսվի մոտավորապես եւ ձեր նշած շանտաժը կարծես թե շարունակվում է։ Իհարկե ավելի մեծ թափով է շարունակվում, առայժմ բարերի մակարդակով, բայց վստահ եմ, որ եթե դրա անհրաժեշտությունը գտնեն Թուրքիայի իշխանությունները, դա կանեն նաև գործնականում, որովհետև նախկինում արել են եւ շատ բարեհաջող, հիմա կարող են շատ ավելի լավ մտածված եւ ավելի ծրագրավորված անել իրենց նպատակին հասնելու համար։ Հայկ Թուրքիայի ներսում կային ուժեր, նույն օրինակ գլխավոր մայր ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությունը, որ դեմ էր այս Եվրոխորհրդարանի բանաձևի դեմ, կարծում էր, որ սրանով Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Արդարության եւ Զարգացում կուսակցության ձեռքերն ավելի ազատ կլինեն եւ դրա համար կարծում էր Եվրոպայի հետ բանակցություններ, հարաբերությունները որոշակիորեն զսպիչ ուժ էին եւ այժմ դրանք այլևս իջիկ են դարձել։ Ինչ է կարծում։ Տեսեք, դա սխալական մոտեցում է եւ այդ մոտեցումը ցավոք սրտի կա անգամ Միացյալ Նահանգներում, երբ հիմա ձայներ են հնչում արդեն 1.5 տարի շատ ինտենսիվ ձայներ, ես կասեի, արդեն հնչում են Թուրքիային արտաքսելու ՆԱՏՕ-ից, կան հակառակ խոսող ձայներ, որոնք ասում են, որ ընդհակառակը ՆԱՏՕ-ն լավ հարթակ է Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար։ Ես չեմ հավատում նման գաղափարներին, Թուրքիայի վրա ճնշում որևէ մեկը չի կարողացել երբևէ բանեցնել եւ որևէ մեկը չի կարողանալու բանեցնել։ Ինչու՞։ Տեսանելի ապագայում, որովհետեւ իրենք ունեն իրենց հստակ քաղաքական գիծը, եթե ճնշում է բանեցվում, ճնշումը իրենք հետ են մղում եւ վարում են շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն։ Եվ իրենք իրենց դարձրել են բավական լուրջ տնտեսական ուժ տարածաշրջանում, նաև քաղաքական ուժ, որովհետև էքսպանսիա են իրականացնում եւ էքսպանսիոնիստական քաղաքականություն են վարում, իրենց ներդրել են անգամ ներսիրիական քաղաքականության մեջ եւ գիտենք, որ նաև տարածքային որոշակի նվաճումներ են կատարել Սիրիայի տարածքում Ջարաբլուսի հատվածից քրդական խնդրի մեջ, քրդական կանտոնների միավորման հարցում իրենք ուղղակի ֆիզիկապես սեպ են խրել, խաղացող են հանդիսանում Իրաքում եւ մինչեւ այս պահը անգամ հավակնում են բավական լայնամասշտաբ մասնակցության Մոսուլի ազատագրման գործում, Մոսուլի ճակատամարտում
եւ դա այն պետությունն է, որը միանշանակորեն հետևում է միայն եւ միայն սեփական շահերին, անտեսելով բոլոր այլ հնարավոր շահերը եւ ճնշումները եւ միաժամանակ այնքան է իրեն ներդնում տարածաշրջանում եւ իր գործունեությունը եւ ներկայությունը դարձնում կարեւոր, որ ճնշումները դառնում են գրեթե անիմաստ Թուրքիայի վրա։ Պիտի նկատի ունենանք նաև, որ Թուրքիան ունի արդեն հսկայական արտաքին սփյուռք, որի մասին չգիտեմ ինչու որևէ մեկը չի խոսում, եւ հատկապես Հայաստանում, եւ այդ սփյուռքը թե Եվրոպայում եւ թե նաև անգամ զարմանալիորեն Միացյալ Նահանգներում դառնում է բավական որոշիչ ուժ եւ բավական լուրջ ճնշող լծակ տեղական իշխանությունների եւ կառավարությունների վրա։ Եվրոպայում վիճակը իհարկե շատ ավելի ծանր է այդ առումով եւ թուրքական համայնքները արդեն գործոն են դարձել շատ տեղերում, հատկապես Գերմանիայում։ Բավական լուրջ է իրավիճակը այդ առումով նաեւ Ֆրանսիայում։ Հայկ Էրդողանը եւ Թուրքիայի կառավարության անդամները արձագանքելով Եվրախորհրդանի այս որոշմանը նշում են, որ կարծես Եվրոպան իրավունք չունի իրենց դաս տալը, որովհետեւ եվրոպական երկրները աջակցում են, այսպես ասած, ահաբեկիչներին նկատի ունենալով ժողովրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների ձերբակալությունից հետո եվրոպական շատ երկրներ բուռն արձագանքեցին։ Ուզում եմ հասկանալ թե Թուրքիայի ընկալումը Եվրոպայում ինչպիսին է եւ քրդական հարցի համաշարում սա դիտարկենք։ Պիտի այդ հայտարարությունները նույնպես դիտարկենք նույն այն քաղաքականության ուղեծրում, որը ես նշեցի, իրենք փոխանակ կաշկանդվելու, ինչպես ասենք, հաճախ եւ միշտ անում են հայերը արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս, իրենք անգամ պնդում են, որ ոչ, իրենք չեն աջակցում ահաբեկիչներին, այլ Եվրոպան է ըստ իրենց աջակցում ահաբեկիչներին։ Իհարկե ծիծաղելի թեզ է, բայց մարդիկ կարողանում են այդ թեզը առաջ մղել։ Հիմա ինչ պետք է արվի եւ դա ինչ է նշանակում եւ ինչպիսի ընկալում ունի Թուրքիան, արդեն բոլորովին այլ խնդիր է։ Թուրքիան ավանդաբար Եվրոպայում ունեցել է գոնե վերջին 20-30 տարիների ընթացքում բավական դրական կերպար եւ եվրոպական շատ պետություններ եւ կառավարություններ համարել են Թուրքիան մահմեդական աշխարհի օրինակ, որպես պրոգրեսիվ, չափավոր իսլամի օրինակ, այո, չափանիշներ սահմանող պետություն, սուննի պետություն, որը ծայրահեղական չէ եւ այլն եւ այլն։ Հիմա դեպի իսլամիզմ եւ դեպի առավել ազգայնականություն միաժամանակ գնացող Թուրքիան բոլորովին նոր կերպար է սկսել ստեղծել իր համար Եվրոպայում, իր կամքից անկախ, եւ այդ կերպարը այնքան էլ դրական չէ, արդեն շատ եվրոպական կառավարություններ, ինչպես նաև ժողովուրդներ սկսել են հասկանալ, թե ինչի հետ գործ ունեն։ Բայց այնուամենայնիվ նույն այդ հոգեբանությունը, որը դուք ցիտեցիք, թե ոմանք ասում են, որ վատ է, որ ճնշում կա Թուրքիայի վրա, որովհետև մեխանիզմներ են կորչում, հետևաբար կարելի է մի փոքր լավ լինել եւ զուգահեռաբար ինչ որ առումով գործադրել որոշակի ազդեցություն, ես կարծում եմ, որ այս մտայնությունը դեռևս կա, ցավոք սրտի գերիշխում է դեռևս, բայց այնուամենայնիվ մյուս կողմից կշեռքի մյուս նժարին արդեն դրված է իրական ռեակցիաների եւ իրական հակազդեցության հարցը։ Այսինքն Եվրոպայում սկսում են արդեն հասկանալ եւ տեսնել, որ իրենց հետ խոսում են բացահայտ շանտաժով եւ այն լեզուն, որին սովոր են եվրոպացիները, հակառակ կողմում չեն խոսում, չեն տիրապետում այդ լեզվին։ Հայ կարծում եմ շատ դիպուկ նկատեցիր իսլամիզմի եւ ազգայնականության սինթեզի մասին, կարծում եմ Թուրքիայում երբևիցե այդքան ուժեղ եւ ազդեցիկ չի եղել իսլամի եւ ազգայնականության սինթեզը, ինչպես այժմ է, եւ այդ թուրք-սուննի ինքնությունից դուրս բոլոր ուժերին կարծես արտամղում են նույնիսկ ահաբեկիչ հայտարարում, նույն քրդերը, եթե ցանկանում են ապրել քրդական ինքնությամբ, ուրեմն նրանք արդեն ահաբեկիչներ են մոտավորապես։ Հայկ անդրադառնալով Թուրքիա-Եվրամիության հարաբերություններին, վերջի շրջանում տպավորություն է, որ Թուրքիան կարծես թքած ունի Եվրամիության հետ հարաբերությունների։ Ուզում եմ հասկանալ ճիշտ է այն տպավորությունը, թե չէ։ Ոչ, կարծում եմ մասնակի կա նման բան, ամբողջությամբ միանշանակ ասել, որ թքած ունի եւ ամենև ինչի հետաքրքրվում սխալ է, որովհետեւ Թուրքիան ունի Եվրոպան տնտեսապես եւ նաեւ քաղաքականապես, եթե չասեմ արմատական տերմինով, եթե չօգտագործեմ գրավել բառը, ապա
ամբողջությամբ իր ազդեցության տակ վերցնելու նպատակ եւ հետագայում իհարկե նաեւ Եվրոպային տիրանալու։ Գիտենք, որ ընդամենը մի քանի 100 տարի առաջ էր, որ թուրքական զորքերը կանգ առան ստիպված Վիեննայի պարիսպների տակ, այսինքն իրենք դրանից ամենևին հետ չեն կանգնել եւ ընդհակառակը ունեն հավակնություններ կոնկրետ նաև որոշ եվրոպական երկրների տարածքների նկատմամբ, դա մասնավորապես Կիպրոսը եւ Հունաստանն են, ինչպես նաև Բուլղարիան եւ շատ ավելի տարածքներ, որոնց մի մասին արդեն վարչապետ Էրդողանը հայտարարել է։ Ինչու թքած չունեն, որովհետեւ իհարկե չեն հարգում, իհարկե իրենց տեսնում են բոլորովին այլ մշակութային դաշտում, բայց դեռևս չնայած ամեն ինչին ձգտում են դեպի Եվրամիություն, որովհետև դա լավագույն եւ ամենահեշտ մեթոդն է Եվրոպան կլանելու։ Մի բան է դու կոշտ մեթոդներով դրսից գազ եւ փորձես ներխուժել, մեկ այլ բան է միգրանտներ ուղարկես, մեկ այլ բան է վերացվի վիզային ռեժիմը, մեկ այլ բան է դու գտնվես մեկ տնտեսական եւ քաղաքական գոտում, որտեղ քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել եւ բնակվել, եւ դրանով դու ընդամենը կարող ես 15-20 միլիոն քաղաքացի ուղարկելով դեպի եվրոպական բարեկեցիկ երկրներ, ողջ Եվրոպան դարձնել Թուրքիայի գավառ։ Սա այսպես մի տեսակ ծայրահեղական հայացք կարող է լինել, բայց դա ծայրահեղական չէ դիտարկվել, բայց դա ծայրահեղական չէ ամենևին Թուրքիայի եւ թուրք գաղափարախոսների համար, ինչպես նաեւ իրենց քաղաքական իդեոլոգների եւ քաղաքական առաջնորդների համար, որոնք այս մասին իհարկե չեն խոսում, բայց իրականացնում են եւ հենց միգրանտներով շանտաժանելը նույն հանգամանքի վկայություն է։ Նաեւ սկսված միգրացիան 1.5 տարի առաջ խիստ մասսայականորեն հենց դրա գործիքներից մեկն էր, որովհետև Թուրքիան որպես սուննի պետություն, որը կոնկրետ այս դեպքում արաբների մի զանգվածի, մի հատվածի բարոյական եւ ֆիզիկական հովանավորն էր համարվում եւ իրեն այդպես է դրսեւորում, իր տարածքով ուղարկեց եւ բավական մասսայականորեն հոսքեր ապահովեց դեպի Եվրոպա եւ դա նույնպես իր ազդեցության հզորացում է։ Տեսեք, թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում սաուդական պետության կողմից, թագավորության կողմից հովանավորվող մզկիթներին զուգահեռ բացվում եւ լայնորեն տարածվում են նաեւ թուրքական մզկիթներ, որոնք ոչ միայն գյուլենիստների, այսինքն այսօրվա թուրքական կառավարության հակառակորդների մզկիթներն են, այլև շատ հաճախ դրանք այն մզկիթներն են, որոնց հովանավորում եւ ֆինանսավորում է պետությունը, թուրքական կառավարությունը, եւ դա նույնպես լրջագույն ազդեցության լծակ է տեղի մահմեդական բնակչության վրա։ Իմիջիայլոց ասեմ, որ օրինակ Գերմանիայում ահռելի քանակությամբ սիրիացիներ, որոնք Սիրիայից դուրս են եկել, որոնք հավատացյալ սուննիներ են, եւ բայց այնուամենայնիվ հեշտորեն չեն տրվում ծայրահեղականացման եւ չեն այցելում սալաֆիստական, այսինքն սաուդական տիպի մզկիթներ, լինելով արաբներ գնում են մզկիթներ, որտեղ լեզուն չեն հասկանում, բայց որտեղ առավել չափավոր է եւ դա թուրքական մզկիթներն են։ Եվ սա նշանակում է, որ թուրքական պետությունը անուղղակիորեն հսկայական եւ լուրջ ազդեցություն է սկսում ձեռք բերել նաեւ արաբների վրա Եվրոպայում ապրող։ Եվ սա լավագույն լծակներից մեկն է իրենց համար։ Այնպես որ ասել, որ Թուրքիան ուղղակի Եվրոպայով այլևս չի հետաքրքրվում, սխալ կլինի։ Վաղը կարող են եվրոպացիները ենթադրենք, եթե տեսականորեն հիպոթետիկ առումով առաջարկեն անդամակցություն Թուրքիային Եվրամիությունում, պետք է տեսնել, թե ինչպիսին կլինի Թուրքիայի արձագանքը, կլինի շատ ոգեշնչված եւ երջանկացած, որովհետեւ մարդիկ նպատակ ունեն Եվրոպան դարձնելու դե ֆակտո Թուրքիայի մաս։ Հայք տեղափոխվենք այսպես ասած աշխարհակաղակական հարթություն եւ հատկապես կանգ առնենք Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ֆոնին։ Գիտենք, որ ներկայում թե Թուրքիա-Եվրամիություն, Թուրքիա-Ամերիկայի Միացյալ Նահանգներ այսպես ասած առճակատման ֆոնին գնալով ջերմանում են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչպես նշեցի, տեսանք, որ Դուգինը, որ հայտնի է Վլադիմիր Պուտինի հետ մերձակցությամբ եւ կարող եք ասել եվրասիական տեսաբաններից է, Թուրքիայի մասնակցում էր Արդարություն եւ Զարգացում կուսակցության նիստին։ Ինչ է կարծում, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումը այս րոպեական է, թե ավելի կարող է աշխարհակաղակական առումով դեռ զարգանալու տեղ ունի։ Չգիտեմ որքանով է այս րոպեական, բայց որ այսօրեական է, դա փաստ է։ Այսօր կա լուրջ ջերմացում, ես իհարկե
զարմացած եմ, թեև մենք ունենք դրա պատմական նախադեպը Քեմալ Աթաթուրքի եւ Լենինի միջև, բայց անսպասելի էր, որ հատկապես սրացումից հետո այսպիսի մերձեցում եւ ջերմացում կգնա, թեև դա իհարկե իր բացատրություններն ունի եւ բացատրվում է, բայց անբացատրելի է, որ դա տեղի է ունենում այնուամենայնիվ անտեսելով պատմական փորձը, հենց նույն Ռուսաստանի կողմից, իհարկե Թուրքիան երբևէ Ռուսաստանին չի կարող համարել իրականում բարեկամ եւ իրականում երկարաժամկետ դաշնակից։ Ես վստահ եմ, որ երկու կողմերն էլ դա թերևս հասկանում են, բայց սիրախաղ են սկսել, որը առայժմ առաջ են տանում եւ որի արդյունքում կարող են ոչ դրական զարգացումներ տեղի ունենալ, ասենք Ռուսաստանի որոշ դաշնակիցների համար։ Չեմ կարող ասել, թե ինչպես կզարգանան այդ հարաբերությունները, որովհետև Միացյալ Նահանգներում նույնպես քաղաքական որոշակի լուրջ փոփոխություններ են ակնկալվում։ Օրինակ ռուս-ամերիկյան լարվածությունը ամենայն հավանականությամբ գոնե սկզբնական փուլում որոշակիորեն կնվազի, որովհետև նախագահ Թրամփը Ռուսաստանի հետ համագործակցության եւ լարվածությունը նվազեցման կողմնակից է, գոնե նախընտրական արշավի հայտարարություններից ելնելով, եւ սրանից ելնելով պիտի տեսնենք, թե եւ իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, որը չափազանց կարևոր պաշտոն է Միացյալ Նահանգներում, գեներալ Մայքլ Ֆլինը բավական Թուրքիայի հետ մերձեցման ուղղությամբ հայտարարություններ է արել։ Պետք է սպասենք, թե սա ինչպես կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Կարող է մնալ նույնը, կարող է ավելի ջերմանալ, կարող է ինչ-որ բաներ փոխվեն եւ հակառակ process-ներ գնան, առայժմ դեռ վաղ է կանխատեսումներ անել, որովհետեւ Թրամփի աշխատակազմը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ եւ ընտրված նախագահը դեռևս լիարժեք նախագահ չի դարձել։ Պետք է տեսնենք արդեն փետրվարից սկսած, հունվարի վերջից փետրվարից սկսած արդեն ինչ-որ ուրվագիծներ մենք կսկսենք նկատել։ Լավ, Հայկ, շատ շնորհակալ եմ անչափ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնենք, որ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցում ենք Թուրքիա-Եվրամիության հարաբերությունների եւ աշխարհաքաղաքական զարգացումների մասին։ Մնացեք Civilnet-ի եթերում։